Ասում եմ մեր տունը կռիվ եղավ, ասում եմ չի կռիվ եղավ, ասում եմ որովհետև որ աղը թափավ դե կռիվ պետք լիներ, ասում եմ բայց ո՞նց եղավ, դե ասում եմ աղը թափավ, հարսս թափեց, ես էլ դեն ջղայնացացի որ պետք է կռիվ լինի, ինքն էլ դե ջղայնացավ, այսօր կռիվ արեցինք։ Հիմա աղներ պատճառը թե իրանց ծնոտի ապաշտությունը։ Ժողովուրդ ջան, կատուն անցավ էս եղավ, դուք բոլորը գիտեք։ Չեմ ուզում, մենք այդ մասին էլի ենք խոսացել։ Ես այսօր կոնկրետ միայն ծնոտի ապաշտության մասին չեմ ուզում խոսեմ, բայց դա էլ նշաններ է ժողովուրդ ջան։ Թե գերեզմանի ծնոտի ապաշտությունը մարդկանց որ կա, որոնք նաև կռապաշտության են վերածել, առօրյա կյանքի խնդիրների մեջ, աշխատանքի գործի մեջ, առավոտյան ինչ-որ մեկին հանդիպելու մեջ եւ շատ ու շատ բաների մեջ ես անուն առ անուն չեմ ուզում դրանք ասեմ, որովհետեւ ժամանակը չի հերիքի։ Այնքան մարդիկ ծնոտի ապաշտ բաներ ունեն, ժամանակը չի բավարարի, որ ես դուք բոլորն ասեմ։ Բայց դուք բոլորը գիտեք։ Եվ ես հարց եմ ուզում տամ ձեզ, դուք հավատում եք դրանց թե չէ։ Արդյոք դուք հավատում եք, որ դա ավելի կարևոր է եւ զորավոր է տունային բաները, որ կարա ազդի ձեր կյանքի վրա, քան թե դուք որ պիտի ազդեք։ Այսինքն դու որպես Աստծո որդի որ գնում ես, քո զորավությունն է ավելի շատ եւ դու ես ավելի հզոր, թե կատուն որ քո դեմով անցավ։ Այն էլ սև։